Այդ դրան ենք գա, դրա մասին ենք խոսում։ Կանի ջան, կլինի պատասխանեմ հարցից։ Չպատասխանեմ հարցից։ Գիտես որ պետականության կորուստը, որ Ռոբերտ Քոչարյանը գալու էր Հայաստանի Հանրապետությունը տաներ միացներ Ռուսաստան, Բելարուս միությանը եւ հայտարարեին, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի ավելի շատ է, քան թե Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը այո, այսինքն Հայաստանի Հանրապետությունը իր շահը չպետք է հետապնդեր եւ Ռուսաստանից Հայաստան պետք է փող չբերեր, այո, պետք է Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանից էլ փող բերենք լցնենք, Ամերիկայից էլ, Ֆրանսիայից էլ բոլոր հնարավորությունները պետք է օգտագործենք, բայց միևնույն ժամանակ կոնյակի գործարանը, Armentel-ը, ռուս գազի տրուբեն չպետք է տանք ուրիշին եւ ասենք դե քեզ նվեր 250 միլիոն դոլարի համար։ Էտա, այսինքն ձեր խնդիրն է, որ մենք Ռուսաստանից փող ենք բերել, તો Ռուսաստանից է պետք է փող բերենք, ամեն տեղից է պետք է բերենք ու աշխատացնենք մեր երկրի համար, լավ ենք կարել։ Այսինքն որ իրանց ասում ենք դուք մեզ քցեցիք, իրանց ասում ենք մեզ թողեցիք մենակ թշնամու հետ, այդ որ իրանց ասում ենք, իրանց դուրները չի գալիս, որ ասում եմ հիբրիդային պատերազմը դուրները չի գալիս, թող միացնեն իրանց հերոստալիքները, այն մանկուրտ բառը Փարայեղ բառային մանկուրտները հայկական ազգանուններով, որ ասում են, դե եթե Հայաստանի հետ հարաբերությունները Ռուսաստանի հետ փչանա, Ռուսաստանը կտխրի, Հայաստանի Հանրապետությունը գոյություն չունենա։ Այն դեպուտատները իրանց, որոնց որ մուտքը Հայաստանի Հանրապետություն փագա, որ հոխորտում են Հայաստանի Հանրապետության վարչապետի անունն են տալի, իմ անունն են տալիս, որոնք ընտրված են։ Արա, այդ երկրի ընտրված իշխանությունն է։ Դուք գնացեք ձեր բանի մեջ ապրեք, այդ ձեր տրամաբանության մեջ ապրեք, մեր երկրի ղեկավարի հետ ինչ գործ ունեք, մեր երկրի ղեկավարը դուները չի գա, մեր ժողովրդի դուրս կգանա 2026 թվականին, ընտրությունների միջոցով կփոխեն նոր դուք տենց բան կարա կանեք։ Մի անվանեք իրան տենց, մի անվանեք։ Ինքը իրան անվանում է, ինքը շատ ծանր է տարել այդ իմ արտահայտությունը։ Հերոդրաբանությունը փոխվել է, դուք մեղմ էիք առաջինը նորից կոշտացել։ Ես մեղմ լինելու չլինելու խնդիր չունեմ։ Կա Հայաստանի Հանրապետության շահ։ Ես ռուսական իրականությունը լավ եմ ճանաչում։ Ես ռուսաց լեզուն, գրականությունը, պատմությունը տիրապետում եմ, հաճախ ավելի լավ, քան ին մասին վատ բան խոսացող ռուս գործընկերները։ Ես հարգանքով եմ մոտենում ռուս ժողովրդին, մեծ հարգանքով եմ, իմ մեծ ազգ է, ուժեղ ազգ է, բայց իմ ազգը ու այն մնացած բոլորը ես իմ հավասար սանդղակի վրա չեմ դնում։ Երբ որ ինձ նեղացնում են, իմ ազգին նեղացնում են, ես այդ դրա համար եմ ստեղ ժողովուրդ, ես պետք է իմ ժողովրդին պաշտպանեմ ու թքած թե ինքը վաղը ինձ չի սիրի, մյուսը ինձ չի սիրի, այն մյուսի մասին վատ բան կասի, կամ իմ գլխին մի բան կսարքեն, ինձ մեկ է դա, հասկանում եք, որովհետև եթե ինձ մեկ չի լինի, ուրեմն ես մարիոնետ եմ, ուրեմն ես եմ ռուսական շպիոն, այլ ոչ թե իմ ասած մարդը, ուրեմն ես պետք է տամ իրաց դուդուկի տակ պարեմ, ես այդ բանը չեմ անելու, ու նաև ես եմ տանելու տամ հայ ժողովրդին ընտրություններից առաջ, այս դրա մասին եմ գնալու խոսամ։ Բայց եթե թուրքերն ու ադրբեջանցիները ասում են սահմանադրություն փոխեք, անկախության հռչակագիր։ Անենց ուրախ եմ, որ դու ստեղ ես ու ընդդիմադիր լրագրողություն եմ, հաճույքով եմ պատասխանում։ Բայց երբ չեմ ասում ռուսները, ասում եմ հայերը գնում են ինչ-որ զիջումների, դա ինչի մասին է բոլորը հենց դա են ակնարկում, հակառուսականում 2021 թվականը ադրբեջանական 2021 թվականը ասեցիր, 2020 թվականից սկսած, պատերազմից սկսած, ընդդիմադիր բոլոր գործընկերները եւ հերոստալիքները խոսում են նրա մասին, որ մենք հեսա երկրորդ պատերազմն ենք ունենալու, երրորդ պատերազմն ենք ունենալու, որ Հայաստանի ինքնիշխանությունը կորցնելու է եւ Հայաստանի Հանրապետությունը վերանալու է։ Բոլորը դրա մասին են։ Ասում են բանակցողը պետք է փոխվի, որտեվ բանակցողը չի կարող գնա բանակցել։ Բանակցողը գնաց ձեր ասած տրամաբանությամբ, ստացավ հակառակորդ երկրի կողմից, որը քանակապես եւ ռազմականորեն ավելի ուժեղ իրավիճակում է գտնվում եւ մեջքին կանգնած է առնվազն երկու գերպետություն, մեկը Թուրքիան, մեկը Պակիստանը, գնաց իր հետ, ֆիքսեց իր սահմանը, այն ֆիքսել նշանակում է, որ այդ մարդը, որը պոտենցիալ կարա հարձակվի քո տարածքի վրա, ասում է ես ընդունում եմ, որ Վրաստանի այս կետից մինչև Պարսկաստանի այս կետ քո սահմանն է, այսինքն ինքը ասում է եղբայր վերջ ընդունում եմ, այսինքն ես չեմ հարձակվելու, առնվազն ես իմ համար ու քո համար եւ աշխարհի համար ֆիքսում եմ, եկակ ստեղ գնացիք զիջումների, այդ սահմանազատումը, բանը տավուշը հանուն հայրենիքի, այսինքն գնացել սահման ենք ֆիքսել պոտենցիալ մեր վրա հարձակվող երկրի հետ, ասելա հա այդ քո սահմանն է,
Ժողովրդին վեկալ եկել էիք Հայաստանի Հանրապետության հրապարակ, որ այդ իշխանությունը, որը որ իր վրա պոտենցիալ հարձակվող ուժին զսպել է, իշխանությունից զրկեք ու ասեք, որ այդ սահմանը ֆիքսելը վատ է։ Այդ մեկ, երկրորդը, այն մարդը, ում դուք ասում եք չի կարողանալու բանակցի, 17 կետի շուրջա բանակցել, 17 կետա, թող դե լավ էլի, սահմանազատման թուղթնել եք ասում չի ստորագրել, հետո Ալիևը ստորագրեց, ասիկ վայ ստորագրեց։ Հիմա 17, բա որ համաձայնեցրել է, բա քաղաքական եւ դիվանագիտական գործընթացը տենց մի անգամից sense պետք է արվի, սկզբից 5 կետ էր Ադրբեջանը առաջարկում, այդ 5 կետը դարավ 7, 7-ը դարավ 10, 13 անգամ մենք այդ թուղթը, ասենք իրանք է ժամավաճառությամբ են, հա, ադրբեջանցիք զբաղվում, բան գործ չունեն, տանկերի մատորները անջատել էին եւ ասում էին, եկեք մի հատ թուղթ քննարկենք, որը մենք չենք ստորագրել։ Հիմա եկել հասել ենք մի կետի, որտեղ 17 կետ ենք ֆիքսել։ Իդեպ նորից առիթը օգտագործելով այդ 17 կետը Հայաստանի Հանրապետության անկախության մասին է, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին է։ Այն ձեր ասած տեղերի մասին է, որտեղ իրանք են մտել, ու նաև այն տեղերի մասին է, որտեղ մենք էլ ենք առաջ ինչ որտեղ սահմանել։ Այդ որ տարբեր տեղեր, այդ 90-ականներից սկսած, այդ գիծը այս կողմ այն կողմ այդ սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովը դա է շտկում, տեղ չկա, որ մենք Ադրբեջանի, ասենք մի սանտիմետրով մտել ենք Ադրբեջանի տարածք։ Կա հարց, կա, լավ էլի Կարինե ջան, որ ստորագրեց ինչ ես ասելու, բայց ստորագրեց, բայց այդ օրը չէր շփվում։ Արի ես կողմերը չեմ։ Պարոն Սիմոնյան, 2021 թվականին